Այս տեսանյութը կօգնի շատ մասնագետների և պացիենտների, որպեսզի ճակատագրական սխալ թույլ չտան իրենց վահանաձև գեղձի հիվանդությունները սխալ բուժումներով չկանգնեն ճակատագրական սխալի առաջ և չունենան հետագայում լուրջ հետևանքներ։ Վահանաձև գեղձը ընդհանրապես եղել են շատ բարեխիղճ, աստվածավախ վիրաբույժներ, որոնք երբեք վահանաձև գեղձի բջիջներին չեն դիպչել ու մինչ օրս էլ չեն դիպչում։ Եղել են դեպքեր, որ նրանք կարող էին վիրահատելուց ուղղակի կրիստալները հեռացնել կամ որոշակի գոյացություններ, բայց բուն բջիջներին, վահանաձև գեղձի բուն բյութերին չեն դիպչել։ Եվ որոշ դեպքերում ավելի լավ է լինում պացիենտի վիճակը, երբ բժիշկը չի բուժում վահանաձև գեղձը, քան երբ բուժում է և դրանից հետո ավելի ծանր հետևանքներ են ունենում այդպիսի պացիենտները։ Այսօր չկա մեծ մասամբ այնպիսի վահանաձև գեղձի հիվանդություն, որը հոմեոպաթիկ մեթոդը չի բուժում, կամ չկա այդպիսի խնդիր, եթե ժամանակին է պացիենտը դիմում, որը վահանաձև գեղձի հետ կապված, որը հոմեոպաթիկ մեթոդը կամ ճիշտ բժշկման մեթոդը չի կարող, չկա այդպիսի խնդիր, որում չի կարող օգնել։ Հիմնականում լինում է, թե վերաբերում է թե կարցինոմային, թե հանգույցներին, թե կիստաներին և թե թերֆունկցիաներին։ Վահանաձև գեղձի հետ կապված այսօր համատարած է այս տարիների փորձերի, երկար տարիների ընթացքում, երբ հետազոտությունից հետո պարզվում է, որ պացիենտի մոտ վահանաձև գեղձը շատ փոքր է, այսինքն բուն վահանաձև գեղձի բջիջները և ցավալը, այսքան ժամանակ չի եղել, որ որևէ հետազոտող բժիշկ նրանց ասի, որ գիտեք ինչ, ձեր վահանաձև գեղձը շատ փոքր է, պետք է վերականգնել չափերով և պետք է բժշկել, քանի որ դա չի կարող ֆունկցիոնալ կերպով լիարժեք աշխատել։ Այսքան ժամանակ այս տարիների երկար տարիների փորձում չի եղել, որ մի պացիենտի մի բժիշկ ասի այնինչ իմ փորձի մեջ, այնինչ շատերի մոտ այսօր կրճատված է։ Այսինքն բուն, օրինակ կանանց մոտ բուն վահանաձև գեղձի, այսինքն բյութերն ու նեղուցը իրար հետ հաշվելով, ընդհանուր ծավալը պետք է լինի մոտ 18-ից 23 սանտիմետր խորանարդ, այնինչ շատերի մոտ ընդհանուր ծավալը 8, 9, կան դեպքեր նույնիսկ 6 սանտիմետր խորանարդ, որը արդեն 3 անգամ է փոքր, շատերի մոտ կա, որ 2-3 անգամ փոքր են և բուն ծավալը և նրանց չեն բուժում։ Ժամանակակից ալոպաթիկ մեթոդը չունի նման խնդրի բուժման միջոց, դրա համար այդ մասին չեն բացատրում, բայց համատարած դա հիվանդություն է և համատարած խնդիր։ Աջ բյութը, ձախը և նեղուցը իրար հետ գումարելով պետք է 18-ից 23 սանտիմետր խորանարդ լինի ծավալը, որպեսզի այդ օրգանիզմում վահանաձև գեղձը լիարժեք գործի և բուժի որոշակի հիվանդությունների ժամանակ վահանաձև գեղձը օգնում է բժշկմանը, օրինակ վերականգնման պրոցեսներին։ Եվ անալիզը, որ տալիս են առավոտ կամ ցերեկ, դա էլ չի կարող ցույց տալ հիվանդությունը վահանաձև գեղձի, այդ է պատճառը, որ շատերը անալիզներին նայելով գրում են նորմայի մեջ է, բայց չափերը փոքր են։ Իրականում վահանաձև գեղձը ակտիվ աշխատում է երեկոյան 8-ից 10, և ինքնավերականգնման պրոցեսները երեկոյան 8-ից են սկսում մինչև առավոտը, և առավոտ արդեն նվազած է լինում վահանաձև գեղձի ֆունկցիոնալ աշխատանքը, և այն անալիզները, ինչը տալիս են ստուգելու համար, դա ցույց է տալիս մինիմում պասիվ վիճակում գտնվող քանակները, մակարդակները, որոնք պասիվ վիճակում օրգանիզմին ապահովում են գոյատևելու կամ հարատևելու հարցում, բայց ինքնավերականգնման պրոցեսները և շատ լուրջ մետաբոլիկ, ընդհանրապես և մետաբոլիզմը, և տոքսիկացիան դուրս հանելը, և քրոնիկ հիվանդությունների բուժման ժամանակ
Կարևոր աշխատանքը տանում է վանաձև եզը 8-ից 10 եւ գիշերը քիչ-քիչ նվազում է։ Հիմա այդ անալիզները դրանք կան որոշ դեպքերում ցույց են տալի մասնակի խնդիրներ, որոշ դեպքերում անիմաստ եւ ժամանակի եւ գումարի վատնումներ։ Իսկ հիմա անցնենք այդ խնդիրներին, որոնք վերաբերում են, այսինքն երբ որ հորմոն է նշանակում կամ տեսնում են, որ թիրոտրոպ, այսինքն հիպոֆիզի հորմոնը բարձր է, ապա թիրոքսին է նշանակում, որպեսզի արհեստականորեն իջեցնեն։ Թիրոտրոպը կարող է բարձրանալ, եթե լուրջ հիվանդություն կա եւ օրգանիզմը ուզում է վերականգնել, այսինքն օրինակ եթե վանաձև գեղձի ֆունկցիաները նվազել է կամ կալցիումի յուրացում ընկել է օրգանիզմում, թիրոտրոպը կարող է բարձրանալ, որպեսզի մինիմում, այսինքն աշխատանքը կալցիումի յուրացման հետ կապված կամ օրգանիզմի որոշակի հյուսվածքներ վերականգնելու համար ակտիվացնի եւ երբ որ արհեստականորեն տալիս են թիրոքսին, թիրոտրոպը արհեստականորեն նվազեցնում է եւ օրգանիզմի քայքայումը շարունակվում է ավելի բարդ վիճակով, այսինքն մարդը իր մատով միջամտում է օրգանիզմի պրոցեսներին, խախտելով ամբողջ շղթան եւ դրանով ավելի վնասել։ Այնինչ պետք է պրոցեսները օգնել վերականգնել եւ օգնել, որպեսզի օրգանները եւ օրգան համակարգերը նրանք պետք է փոխ հարաբերակցություն ունենան մեկը մեկի հետ եւ աշխատեն մեկը մյուսի հետ։ Չի կարելի մեկ օրգանի վրա ազդելով պրոցեսները խախտել եւ այնուհետեւ ցանկանալ կամ փորձել բուժել հիվանդին։ Այսօր ամենամեծ խնդիրը, որ վանաձև գեղձի չափերը ճիշտ չեն ասում, երկրորդ խնդիրը վիրահատությունն է։ Եթե վիրահատվեց, հեռացվեց բիլթերից որևէ մեկը կամ լրիվ, այդ պացիենտին նախ բժիշկը թող իմանա, որ ծանր վնաս է հասցնելու, ծանր հետագա կյանքին, եւ ով վիրահատվել, եւ նա ով վիրահատվում է, թող լավ մտածի, թե ինչի է հանգելու, այսինքն ինչի առաջ է կանգնելու։ Սա այս ինֆորմացիան կօգնի խելացի եւ մասնագետներին եւ բարեխիղճ մասնագետներին եւ խելացի բարեխիղճ պացիենտներին, որպեսզի սխալ ճակատագրական սխալ չանեն, թե իրենց կյանքում, թե մեկ ուրիշի, եթե մասնագետն է դա։ Եթե բուժումը մեթոդները եղանակները չլիներ, միգուցե որոշակի դեպքերում դա կիրառելի լիներ, բայց դրանք կիրառելի չեն, անընդունելի են եւ բուժումը մեծ մասամբ կա, այսինքն հեռացնելով ավելի են վնասել եւ վանաձև գեղձը այն օրգանն է, որը չի կարելի ընդհանրապես հեռացնել։ Դա այն օրգանն է, որը չի կարելի հեռացնել։ Եվ նույնիսկ բիլթը, եթե մի բիլթ հեռացնեն, այդ կողմի ներքին օրգանների աշխատանքը հասնում է մինիմումի, այսինքն աջ բիլթը լյարդի հետ է կապված, կանանց մոտ նաեւ աջ ծավալի հետ եւ այդպես շարունակ։ Եթե բիլթը չկա, այդ կողմի ներքին օրգանից որոշ օրգաններ լիարժեք ֆունկցիոնալ չեն աշխատելու։ Եվ այսպես շարունակ։ Սա կօգնի ճիշտ որոշում կայացնելու համար եւ ինֆորմացիվ առումով օգնի պացիենտներին, որպեսզի սխալ ցույց չտան, քանի որ այսօր ապահովագրությունը, որը արդեն որոշ դեպքերում պացիենտներին ապահովում է անվճար պրոցեդուրաներով բժշկական, սա մեծ վնաս է հասցնելու այն դեպքերում, երբ մասնագետը բարեխիղճ չէ եւ որպեսզի իրենց կլինիկան կամ կոնկրետ մասնագետը, որովհետեւ ապահովագրական պրոցեդուրաները անվճար չեն, պետությունը վճարում է, ամեն դեպքում դա իրենց գումար վաստակելու, շակերտների մեջ վաստակելու միջոց է լինելու, որը համատարած, որը դրդելու են բոլորին անել այն պրոցեդուրաները, որոնք պետք չեն։ Նույնը վերաբերում է ստենդավորմանը, սրտի որոշ դեպքերում դա անընդունելի է լինում, բայց անում են նույնը վանաձև գեղձի եւ այսօր անվճար այդ թունավոր կողմնակի ազդեցությունը պրեպարատները, որ բաժանում են, դա ավելի մեծ վնաս է հասցնելու պացիենտներին, որովհետեւ դրանք ամեն մեկը ունեն 10-ից եւ ավել կողմնակի ազդեցություններ, դրանք 10-ից եւ ավել նոր ախտանիշներ են, նոր քրոնիկ հիվանդություններ։ Այսինքն ապահովագրությունը
Այնինչ անվճար է, միշտ չէ, որ դա կարելի է, եւ այնինչ անվճար է, միշտ չէ, որ դա օգտակար է։ Եվ շատ դեպքերում մարդիկ ավելի մեծ վնաս են կրելու։ Ճիշտ մոտեցումը վահանաձև գեղձի դեպքում հրաժարվել վիրահատությունից եւ փորձել բժշկվել այնպիսի մեթոդներով, որոնք ուղղված են բժշկելուն, այլ ոչ թե ախտանիշը ճնշելուն։ Հորմոն խմելը խախտելու է ընդհանուր բալանսը եւ թիրոտրոպ հորմոնը արհեստական ընկնելու է, դրանով վահանաձև գեղձը հետագայում ավելի է փոքրանալու եւ դրանով ինքնավիրակնական պրոցեսները չեն կարող։ Ընդհանուր կարող է հասնել մինչեւ ներքին օրգանների քայքայման եւ այլ հիվանդություններ ներքին օրգանների։ Առողջ եղեք։